Բարով եք եկել նորից, այս զնգոցը գիտեք ինչ կարևոր է, գիտեք, ես դրան հավատում եմ, որ չարը վախենում է այս զնգոցից, որովհետև միայն ուրախության համար են, չէ, բաժակները այսպես զնգում։ Եթե ոտքդ ընկավ Հայաստանի հարավ ու առանց գինու համտեսի վերադարձար տուն, օրդ օր չէ։ Ալվանքի թիվ 9 հասցեում է Մեղրիի տարածաշրջանում հայտնի գինեգործ Հասմիկենց տունը։ Այս ուղղությամբ երթևեկող անցորդներին շտապում են հայտնել տեղացիները։ Նռնուտ այգու համեղագույն միրգը գինի չէր կարող չդառնալ։ Սկզբում հյութ, հիմա նաև կիսաքաղցր գինի, որն արդեն հասցրել է շատերին գրավել։ Աշխարհի ամենահամով մրգերը Մեղրիում են, որովհետև այդպիսի քաղցրություն ոչ միտեղ չքանդիպի։ Միայն նրան մասին չէր խոսքը, այստեղ շատ մրգեր են աճում, եւ ծիրանը, եւ թուզը։ Մենք ընտրեցինք նուրը, որովհետև ինձ համար կարծես թե կյանքի ծառ կոչվեց։ Իր ամուր փայտով, տերևով, ծաղիկից թեյեր են պատրաստում, կեղևը շատ բուժիչ է, ինչու՞ չէ նաև կորիզը, որպես մերսման սկրապ ցանկություն ունեն մարդիկ, որ ես պատրաստեմ եւ տամ իրենց։ Գինի պատրաստելն ավագ որդու ցանկությամբ նաև համտեսի վայր ունենալու վերածվեց։ 20 տարվա տքնաջան աշխատանքի շնորհիվ այսօր այն արևի երկրում հայտնի բրենդ է դարձել։ Մեղրիում ծնված, Ալվանքում վերաբնակեցված Հասմիկը տեղի բերք ու բարիքից գրեթե ամեն ինչ ստեղծում է, անգամ գինու նոր համեր են ստացել։ Հələ տեսեք սա, տեսեք հələ, հրաշք, այնքան փափուկ գինի է, այնքան փափուկ։ Շատերին դուր է եկել, մենք էլ ջանք ու երանդ չենք խնայել, այսքանը, այս սրանք, այս բոլորը։ Հավատում եք 500 կիլո խաղողից է, որովհետև նա անընդհատ քամելու այսպես պահանջ ուներ։ Եկավ ու այսքան ընդամենը եղավ, ոչինչ։ Գինեգործությանն ու հյութի արտադրությանը լծված է ողջ ընտանիքը։ Նախկինում ամեն ինչ ձեռքով ու ինքնաշեն սարքերով էին պատրաստում։ Հիմա ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կայուն համայնքներ ծրագրի նոր նախագծի շրջանակում Մեղրի համայնքի Ալվանք գյուղում հիմնվել է առաջին նռան հյութի արտադրամասը համապատասխան սարքավորումներով։ Հյութը մենք շատ նռերից ենք ստանում, բայց գինին, նռան գինին, այն գինին, որ մենք հիմա շշալցնում ենք, միայն մալխոշ տեսակից։ Կիսաքաղցր նուռ է ինքը կարմիր հատիկներով։ Գախնիկ չկա այստեղ, պարզապես պետք է ցանկացած մասնագիտություն սիրով կատարես։ Միայն անցյալ տարի ավելի քան 50 տնտեսությունից 20 տոննա նուռ են մթերել։ Սա տեղի բնակիչների համար բերքն իրացնելու մեծ հնարավորություն է։ Համտեսի հարցում վերջին խոսքը տան տիկնոջինն է։ Եթե նրա նկատմամբ ինչ-որ ժամանակի կամ հետին պլան ես մղում, հաստատ ինքը քեզ չի արդարացնի ինքը։ Քո ուզած գինին դու չես ստանա, որովհետև երբ ժամանակի մեջ դու իրեն քո ժամանակը չես տրամադրում, ինքը կարող է հավատացեք, այսպես գազազելու հատկություն ունի, տակն ու վրա է լինում։ Որտեղ պետք է անպայման իր հետ կապված այդ նստվածքը շուտ անջատես իրանից։ Ինքը շատ մեծ ազդեցություն է թողնում հետագայում նռան որակի վրա։ Աշնանը գինեգործական, մյուս ամիսներին այլ աշխատանքային եռուզեռի մեջ են այստեղ։ Առաջիկայում նախատեսում են մեծացնել նռան մթերման ծավալները։ Չնայած այս ամիսներին գինի չեն պատրաստում, բայց անելու շատ բան ունեն։ Սյունիքից դուրս մինչև Երևան արդեն պահանջարկ կա։ Մենք ունենում ենք զբոսաշրջիկներ, ովքեր գնում են գինին, հասցեի հետևից գալիս են։ Զանգում են, պատվիրում են։ Մենք էլ սիրով հասցնում ենք իրենց։ Ալվանքը դրախտային վայր է։ Ամեն ինչ կարելի է աճեցնել։ Այստեղ քաղցած մարդ չի լինում։ Գարունը լուսացավ, մարդիկ կուշտ են։ Անուշեղեն, չրեղեն, մուրաբաներ, քացախ, Ալվանքից սոված չեք հեռանա։ Ամեն ինչ ունի տիկին Հասմիկը, դե իսկ դրախտային բնության գողտրիկ անկյունում գինի վայելելը մի ուրիշ հաճույք է։